Վերջին օրերի մամուլը ողողված է պետական հիմնարկների ճոխ պարգևավճարների մասին լուրերով։ Այնպիսի գումարների մասին են, որ իրոք սարսափելի տպավորություն է ստանում։ Նախ հայտնի դարձավ պատգամավորների 3 միլիոն դրամների մասին։ Ահռելի թիվ է։ Ոնց էլ հաշվում, չես հասկանում, այդ ինչն են իրար գումարել, որ այդ թիվն է ստացել, ողջամիտ չէ։ Ու նաև պատճառը չենք հասկանում, որ արդյունքի համար։ Հետո հայտնի դարձավ հակակոռուպցիոն կոմիտեում մինչև 3.5 միլիոն դրամ բաժանելու մասին։ Դե դա երևի նրա համար է, որ անլիվի կոռուպցիոն դեպքը կոծկում են շատ լավ։ Հետո հայտնի դարձավ քննչական կոմիտեում մինչև 4.5 միլիոն դրամ բաժանելու մասին։ Դա էլ երևի կեղծ ձայնագրություններ կտրել միացնելու եւ հաջողությամբ քրգործեր կարելու համար էր։ Հետո հայտնի դարձավ կրթության նախարարությունում 1 միլիոն դոլարի պարգևավճարների մասին։ Մեղա այսօրվա հրապարակումներ։ Մամուլը գրում է, որ նախարարները ստացել են մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները մինչև 5 միլիոն դրամ, տեսչությունների պետերը մինչև 9 միլիոն դրամ, տեղակալները մինչև 5 միլիոն դրամ եւ այսպես շարունակ։ 9 միլիոն դրամ մեկ ամսում մեկ հոգուն աղքատության տարածաշրջանում, ամբողջ ԵԱՏՄ-ում Եվրամիություն են ուզում գնալ։ Եվ ուրեմն Եվրոպայում ամենաաղքատ երկրում, որը ավելի աղքատ է, քան անգամ 4 տարի պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան, ավելի աղքատ է, քան Իրանը, որտեղ հեսա հեղափոխություն է լինում սոցիալ-տնտեսական հիմքով, այս երկրում նման պարգևավճար տալ պաշտոնյային հասարակության վրա թքած ունենալու մասին է։